Դեք խոսքը վարչապետի փոխվել է, եթե սրանից 1-2 ամիս առաջ հարցադրում էր կատարում, թե արդյոք մեր բանակը ումից պետք է ուժեղ լինի եւ ինչքան պետք է ուժեղ լինի, այսինքն հոգեբանորեն նաեւ ազդում էր հենց նույն բանակի վրա, ապա այսօր խոսում է ուժեղ բանակից։ Սրանք երկու հակադարձ մոտեցումներ են, սակայն պետք է նշեմ, որ թեկուզ եւ մենք ունենք ընդհանուր հայեցակարգ, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, մենք չունենք այն հստակ ռազմավարությունը, թե դրանք ինչպիսի տեսք պետք է ունենան վերջնական, ինչպիսի արդյունք պետք է գրանցեն իրենց այն, այսպես կոչված բարեփոխումներից հետո, որոնք որ կարծես թե իրականացման process-ում են, սակայն որպես բարեփոխում չեն կարող դիտարկել, որովհետև դրանք տեղային փոքր փոփոխություններ են, ինչպես ատեստացիան օրինակ, հա,